Հայաստանի Հանրապետության վարչապետ Հայաստանյան Ծառաքելական Սուրբ եկեղեցին դատական հայց է ներկայացրել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախկին հոգևորական կարգալույց հռչակված Արամայիս Թախմազյանի, նախկինում Տեր-Թադեի և նրա կնոջ Հռիփսիմե Խաչատրյանի դեմ։ Մայրաթորը դատարանից պահանջում է վտարել նրանց Թալին քաղաքում գտնվող և եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող բնակարանից, ինչպես նաև վերադարձնել բնակարանի բանալիները, հայտնել է Սպուտնիկ Արմենիան։ Հատկանշական է, որ սա միակ հայցը չէ Արամայիս Թախմազյանի դեմ։ Եկեղեցին նաև պահանջում է դատական կարգով պարտավորեցնել նախկին հոգևորականին վերադարձնել Սուրբ Աստվածածին եկեղեցու բանալիները եւ արգելել նրա մուտքը եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն եւ Ատյան։ Հիշեցնենք, որ հոգևորականը կարգալույց է հռչակվել եկեղեցու նկատմամբ անհնազանդություն դրսևորելու եւ պատարակների ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսի անունը չհիշատակելու հիմնավորմամբ, սակայն նա շարունակել էր ծառայություններ, այդ թվում պատարակներ մատուցել երկրի իշխանությունների աջակցությամբ։ Խորհրդի շուրջ Աստված